Ողջունում եմ ձեզ հայկական խոհանոց ալիքում եւ առաջարկում եմ միասին պատրաստենք սմբուկով եւ տավարի աղացած մսով շատ համեղ ամառային ուտեստ։ Ամառային այս ուտեստը կարելի է անվանել մսով այլազան։ Այն ստացվում է շատ համեղ, վիտամիններով հարուստ եւ սննդարար։ Մսով եւ բանջարեղենով այս ուտեստը պատրաստվում է շատ արագ։ Մեկ անգամ այս եղանակով պատրաստելուց հետո կսկսեք հաճախակի օգտվել այս բաղադրատոմսից։ Իսկապես անչափ համեղ է ստացվում, փորձել է պետք։ Դե ինչ, անցնենք գործի։ Մսով այլազան պատրաստելու համար մեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները։ Մեկ կիլոգրամ հյութեղ լոլիկներ անց ենք կացնում մսաղացով։ Լոլիկները մսաղացով աղալու փոխարեն կարող եք քերել քերիչի խոշոր անցքերով կամ մարացնել բլենդերի օգնությամբ։ Շատ կարևոր է, որպեսզի ուտեստի մեջ լոլիկի խոշոր կտորներ չլինեն, այդ պատճառով աղում ենք։ Հեռացնում ենք 3 պղպեղի սերմնատուփերը եւ բաժանում ենք խորանարդների։ Հարգելիներս, եթե առաջին անգամ եք միացել հայկական խոհանոց ալիքին կամ հետևում եք իմ տեսանյութերին առանց բաժանորդագրվելու, խնդրում եմ բաժանորդագրվեք, սեղմեք զանգակ կոճակը եւ հավանեք տեսանյութը։ Հատուկ շնորհակալություն իմ այն բաժանորդներին, ովքեր մշտապես դիտում են իմ տեսանյութերը եւ գեղեցիկ մեկնաբանություններ են թողնում։ Խորանարդների ենք բաժանում նաեւ 3 սմբուկ։ Սմբուկը լցնում ենք տարայի մեջ եւ ավելացնում ենք մի փոքր աղ եւ մի լավ թափահարում ենք, որպեսզի սմբուկը եթե դառնա համունի, այդ դառնությունը դուրս գա։ Կիսալուսնաձև մարացնում ենք 1 մեծ գլուխ սոխ։ Եթե եփած սոխի համը չեք սիրում, կարող եք այս ուտեստը պատրաստել ավելացնելով 2-ից 3 ատամիկ սխտոր, այդպես էլ շատ համեղ է ստացվում։ Մեջտեղից կիսում այնուհետև շեղակի կտրատում ենք 1 միջին չափի գազար։ Կտրատում ենք նաև առատ կանաչի, ես վերցրել եմ համեմ, սամիտ եւ ազատ քեղ։ Այս ուտեստը պատրաստելիս կարևոր է բաղադրիչները տապակել ճիշտ հերթականությամբ։ Թավայի մեջ լցնում ենք արևած աղքի ձետ եւ սկզբից տապակում ենք պղպեղը։ Պղպեղը մի թեթև կարմրացնելուց հետո հանում ենք թավայից եւ նույն ձևով տապակում ենք սմբուկը։ Բաղադրիչները տապակելու ընթացքում անհրաժեշտության դեպքում ավելացնում ենք մի փոքր ձետ։ Հարգելիներս, ուտեստը պատրաստելու համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչների հստակ չափաբաժինը կգտնեք նկարագրությունների բաժնում։ Սմբուկը նախքան տապակելը պետք է չորացնենք խոհանոցային հանձեռոցիկներով։ Այս ուտեստը պատրաստելը շատ հարմար է, քանի որ բոլոր բաղադրիչները պետք է տապակենք միևնույն թավայի մեջ։ Սմբուկը տապակելու ընթացքում չենք մոռանում ժամանակ առ ժամանակ խառնել։ Երբ սմբուկը գեղեցիկ կարմրել է եւ բավականաչափ տապակվել է, հանում ենք թավայից եւ ավելացնում ենք սոխը եւ մարացրած գազարը։ Հարգելիներս, հայկական խոհանոց ալիքում կան սմբուկով մի շարք բաղադրատոմսեր։ Բաղադրատոմսերի հղումները կթողնեմ նկարագրությունների բաժնում։ Սոխը եւ գազարը միասին տապակում ենք այնքան, մինչև սոխը թափանցիկ դառնա, այնուհետև ավելացնում ենք աղացած տավարի միսը։ Տավարի միսը ավելացնելուց հետո բոլոր բաղադրիչները մի լավ խառնում ենք եւ ծածկում ենք թավան։ Շոգեխաշում ենք եւս 5 րոպե։ Տավարի մսի փոխարեն կարող եք ավելացնել մանր կտրտած հավի կրծքամիս, սակայն տավարի մսով ուտեստը ավելի համեղ է ստացվում։ Եթե կծվի սիրահար եք, կարող եք ավելացնել մանր կտրտած կծուծիծակ։ 5 րոպե անց ավելացնում ենք աղացած լոլիկները եւ 3-ից 4 ատամիկ սխտոր։ Բոլոր բաղադրիչները մի լավ խառնում ենք եւ շոգեխաշում ենք 3-ից 4 րոպե, որպեսզի ավելորդ հեղուկը դուրս գա։ Ուտեստը համեմում ենք աղով, ավելացնում ենք կարմիր, քաղցր եւ կծու պղպեղ, ինչպես նաեւ սև աղացած պղպեղ։
Ավելացնում ենք տապակած պղպեղը, սմբուկը, մի լավ խառնում ենք, որպեսզի համերը միախառնվեն և շոգեխաշում ենք ևս 4-ից 5 րոպե։ Չեք պատկերացնի ինչ անուշ բույր է տարածվել իմ խոհանոցում, պարտադիր փորձեք ամառային այս ուտեստը։ Հինգ րոպե անց ավելացնում ենք թարմ կտրտած կանաչիները, մի լավ խառնում ենք և մատուցում ենք։ Տեսեք, թե ինչ ախորժելի տեսք ունի մեր պատրաստած ամառային ուտեստը։ Մեր ուտեստը արդեն պատրաստ է, կարելի է մատուցել։ Այն ստացվել է շատ համեղ, վիտամիններով հարուստ, ախորժելի և սննդարար։ Դե ինչ հարգելիներս, այսօր էլ այսքանը։ Պատրաստեք սիրով, եղեք առողջ և օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։